Պարոն Հարությունյան, Նիկոլ Փաշինյանը իշխանության եկավ եւ այս ամբողջ տարիների ընթացքում բարձրաձայնում էր զրո կոռուպցիա այդ կարգախոսը։ Արդյոք հասել են իրենց նպատակին։ Ակնհայտորեն չեն հասել։ Տեսեք, մի հետաքրքիր բան է տեղի ունեցել, էլի։ Իրականում այն massայական կոռուպցիոն հարթակները, պլատֆորմները, այսպես ձևակերպենք, որոնց առնչվում են լայն զանգվածներ, օրինակ, չգիտեմ, ճանապարհային ոստիկանության կամ հիմա բարեկային ծառայության։ Այդ մասով իրականում վերացել է, պիտի հանուն արդարության նշենք։ Բայց կոռուպցիոն տրամաբանությունը պետական իշխանության կառավարման բանում չի դուրս եկել։ Դրա ամենավառ օրինակը Անիվ հիմնադրամի հետ կապված ուրեմն դեպքն է, երբ քրեական վարույթը արդեն մի 2 տարի է նախաձեռնված է, բայց ըստ էության մեղադրյալներ կան, բայց շոշափվում է Տիգրան Ավինյանի անազգալը որպես Անիվ հիմնադրամի հոգաբարձությունների խորհրդի նախագահ եւ նաեւ որոշակի փաստեր հենց զանգվածային լրատվամիջոցներն են ուրեմն ի հայտ բերել առայն որ Տիգրան Ավինյանը որոշակի անձնություն ունի կոնկրետ ֆինանսավորումների ուրեմն դեպքերի հետ, բայց այդ մասով ըստ էության ուրեմն հանրությունը տեղյակ չի թե ինչա կատարվում, այսինքն մեղադրանքի մասին մեղադրանք չկա, հա, եւ նաեւ երկրորդ ուրեմն ասպեկտը պետական գնումների ասպեկտն է, որտեղ էլի շատ մեծ են չարաշահումները, էլի ինչի մասին էս 8 տարիների ընթացքում բարձրաձայնվում է, խոսվում է մերկանցից գնումները, մրցույթների չարաշահումները եւ այլն եւ այլն, այսինքն խոշորամասշտաբ кейսերը կոռուպցիոն բնույթի դրսևորումների շարունակում են մնալ, ես չեմ կարող գնահատել ավելի շատ, ավելի քիչ կամ թե նույն չափի, բայց այն, չգիտեմ, պարեկային ծառայություն, այն, չգիտեմ, ինչ որ թաղապետարանի դեպքեր եւ այլն, դրանց դեմ իրականում երևում է որ կա պայքար եւ դրանք վերացել են։ Ըստ էության հանրության լայն շերտերի մոտ տպավորություն ստեղծվում է, որ կոռուպցիայի դեմ ռեալ պայքար է գնում, այնինչ ծավալների առումով եթե համեմատենք, ծավալները անհամեմատելի են լինելու, էլի, խոշորամասշտաբ էպիզոդների եւ այդ մանր-մունր կաշառքի դեպքերի։ Գնահատում ենք, որ լավ է, որ այդ զանգվածային բնույթ կրող, չգիտեմ, հանրության լայն շերտերի կյանքին առնչվող եւ տեսանելի դեպքերը նվազել են, գնահատում ենք դրական, բայց ուրեմն պետական իշխանության այս կամ այն պաշտոնյայի մասնակցությամբ արկա են դեպքերը, որոնք քննարկվում են ու ըստ էության թափանցիկ քննություն չկա եւ չկա ռեալ քննություն, այդ առումով ցավալի է վիճակը բնականաբար։ Այսինքն իշխանությունները գիտեն կոնկրետ որ ոլորտներում, հա, այդ կոռուպցիոն դրսևորումները թեթևացնել, որը ավելի տեսանելի է հանրությանը։ Հա, դա ես համարում եմ խելացի քաղաքականություն իշխանությունների կողմից, էլի, բնականաբար։ Կան գաղտնալսումներ, որոնք ես վստահ եմ եւ ակնհայտել է, որ կտրված խոսակցություններ են իրար կպցրած, որտեղ կա փողի մասին խոսակցություն, որը բնականաբար վուլգար եւ գռեհիկ բնույթ է երբեմն կրում, բայց ես այն կանխավարկածով եմ շարժվում, որ դրանք իսկապես մոնտաժված եւ կտրտված եւ իրականության, այսինքն մեղադրանքի փաստական հանգամանքների հետ չառնչվող գաղտնալսումներ են։ Ինչի, որովհետեւ ես ինքս ներգրաված եմ նմանատիպ մի գործով, մինչեւ համապետական ընտրությունները, դեռ Ռեժիմասնի ընտրությունների դեպքերից խոսքը Խաչիկ Գալստյանի քրեական վարույթի մասին է, որ նաեւ պարոն Բաբայանն է, ես այսպես օգնողի դերում եմ, այնտեղ էլի նմանատիպ մի գաղտնալսում էր, բայց իրականությունը, որը արդեն հանրայնացվել է, իրականությունը այն էր, որ հանձնաժողովի յուրային անդամներին, այսինքն կուսակցական անդամներին այդ 2 օրվա ուտելու, տեղափոխվելու փողն էին տալիս, որպեսզի մարդիկ, որը 30 քանի տարի ինչքան ընտրություն ա եղել է, այդ նույն բանով շարժվել է, ավանդույթով շարժվել, որտեղ հանձնաժողովականները փոխհատուցում ստանում են ընտրություններից բավականին ուշ, բայց ընտրությունների քվեարկության օրը այդ մարդիկ պիտի տեղափոխվեն առավոտ տաքսիով, գիշերը էլի պիտի տաքսիով տեղափոխվեն, 24 ժամ այնտեղ են պիտի սնվեն եւ այլն, այդ հարցերը հոգում են կուսակցականները, ովքեր իրենց հանձնաժողովականներին կոպիտ ասած գործուղել են ընտրատեղամասեր։ Սա է եղել։ Հիմա ես վստահ եմ, որ նմանատիպ ինչ-որ բաներ էլ իրական պատճառաբանություններ էլ այս գաղտնալսումների հիմքում կարող են ընկածել, բայց այստեղ կարևորը այն է, որ հակակոռուպցիոն կոմիտեն հրապարակելով այդ գաղտնալսումները եւ այդ պրես ռելիզները անընդհատ շեշտադրում է կոնկրետ քաղաքական ուժի անվանումը ու մենք
ամեղության կանխավարկածի դեռ շրջանակներում ենք, նույնիսկ հիմնավոր կասկածի շեմի հաղթահարման խնդիր կա, բայց տեսեք թիրախավորվում է այդ բրենդը քաղաքական ուժի, զրկելով հնարավորությունից այդ քաղաքական ուժին մինչև քվեարկության օրը իր անունը մաքրելու այդ ենթադրյալ հանցագործությունից կամ չհանցագործությունից իր անունը մաքրելու։ Այսինքն եթե քվեարկությունից հետո, ամիսներ հետո այդ արտիք արդարացվեն, այդ քաղաքական ուժը չի կարողանալու ռետրոսպեկտիվ վերականգնել իր բարի համբավը եւ ռետրոսպեկտիվ ազդեցություն ունենա քվեարկության արդյունքների վրա։ Սա քաղաքական դրսևորում է ավելի շատ, էլի։ Իսկ առհասարակ ինչու են իշխանությունը նման քայլերի դիմում վարչական ռեսուրսի չարաշահում տարբեր Որ վերընտրվի։ Որ ինչի պիտի դիմի, որ վերընտրվի։ այլ ելք Մրցակիցներին եթե հնարավորինս- նման քայլերի չդիմի, Ես չգիտեմ այլ ելք ունի թե չէ, դա երևի քաղաքագիտական կամ սոցիոլոգիական ուրեմն քննարկման առարկա է, բայց ակնհայտ տրամաբանությունը շարժառիթը չի կարող այլ լինել, քան մրցակիցներին խոչընդոտել, ճնշել եւ վերարտադրվելու հնարավորությունները ավելացնել։